Շնորհակալ եմ, պարոն փոխնախարար, տեսեք, հիմա Թուրքի բարձրացումը, ես ընդհանրապես բոլոր ոլորտներում Թուրքի բարձրացմանը դեմ եմ, ինչու որտեղ Թուրքի բարձրացումը տանում է ոլորտի խոշորացման։ Նույնը նաև վերաբերվում էր օրինակ օնլայն կազինոներին, հա, մենք Թուրքը անընդհատ բարձրացրել ենք, սկզբից եղել է 100 միլիոն, հետո սարքել ենք 500 միլիոն, հետո 600 միլիոն, մանրներ դուրս են եկել, բայց դրանով խաղացողների թիվը չի փոխվել, այսինքն ծառայություններն ինչ ավալով շարունակվում են մատուցվել, ուղղակի եթե նախկինում 6 կազմակերպություն ա եղել, հիմա 4-ն է մնացել, փոքրները դուրս են եկել։ Հիմա եթե Թուրքը 500,000 դրամ է, մենք 6 անգամ բարձրացնում ենք, սարքում ենք 3 միլիոն։ Դուք հաշվակ արել եք, քանի ընկերություն կարող սրա հետևանքով դուրս մնա ու դա ծառայի խոշորների ել ավելի մեծացմանը ու շահույթների մեծացմանը։ Խնդրում եմ ասեք, քանի պահանորդական ընկերություն կա այսօր Հայաստանում, քանի նրանցից քանի աշխատող ունեն ու ինչքան է նրանց շրջանառությունը, եթե ունեք նաև ֆինանսական շրջանառությունը, խնդրում նշել ֆինանսական շրջանառությունը, եթե չունեք, խնդրեմ ՊԵԿ-ից վերցրել ու անպայման տրամադրել, որ մենք իմանանք ունենք օրինակ 10 կազմակերպություն ունենք, մեկը անում է 1 միլիարդի գործ, մեկը 1 միլիոն դրամի գործ, մեկը 500,000, եթե հասկանանք, եթե Թուրքը մենք սարքում ենք 3 միլիոն, փոքրները բնականաբար դուրս են գալու շուկայից ու դառնալու են ոչ մրցակցային։ Եվ նաև հաջորդ խնդիրը ապահովագրական պարտադիր պահանջը, սա իր հետ բերելու է գների բարձրացման միանշանակ պահանորդական ծառայությունների, ինչ ծավալով է պահանորդական ծառայությունների գինը բարձրանալու։ Արդյոք մենք սրա գների բարձրացման առաջին եւ երկրորդ այս կետերը, որ ես նշում եմ, Թուրքի բարձրացումն ու ապահովագրական պարտադիր պահանջը բերելու է գնի բարձրացման ու սրա հետևանքով նաև կարող ոլորտը գնաց թվեր, այսինքն այդ ծառայությունը մարդիկ իրար հետ պայմանավորվեն, իրար մատուցեն առանց գրանցման, ստացվում որ մենք ուզում ենք իրանցից շատ ֆինանսական միջոցներ լավարկենք դաշտը, իրականում վատացնենք նրանք գնացթվեր, եթե հիմա պահանորդական ծառայությունով են պարտավորվել իրար հետ աշխատում, ուղղակի ֆիզիկական անձինք իրար մեջ պայմանավորվեն, ասեն ես քեզ ամիսը 500,000 դրամ կտամ, դու իմ շեմքը կամ ինձ պաշտպանի կամ իմ ավտոյի մեջ նստի ու գնացթվեր, սրանով դառնան էլ ավելի անվերահսկելի։ Հիմա բերել եք խստացումները, հիմնավորումները ասեք խստացումների, այդ վերջի կետի հետ կապված, որ երկրորդ մեքենա հետևից ֆռլը, դա շատ լավ է, որ դուրս է գալիս, ինձ թվում է հրատապությունը սրանով է պայմանավորված, մնացածի մասին հրատապություն չկա։ Եթե մենակ դրա մասով է, կարծում եմ կարող ենք այդ երկրորդ մեքենայի արկելքը հրատապանենք, մնացածը ավելի երկար քննարկենք, հասկանանք։ Բազային Թուրքը 500,000-ից 3 միլիոն սարքելը ո՞նց է բերելու դաշտի խոշորացման, մենք ուզում ենք դրան գնանք, թե չենք ուզում, որովհետև ես որպես տնտեսագետ ու մենք որպես ժողովրդավարական ուժ ուզում ենք, որպեսզի տնտեսվարողները լինեն շատ, ոչ թե դաշտը գնա խոշորացման։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան, հարցերի եւ դիտարկումների համար։ Ըստ էության փոփոխվող թվեր են լիցենզավորված կազմակերպությունները, բայց դրանք շուրջ 200 են, որ այս պայն մեր մոտ գրանցված են, բայց նաև պետք է սենց անկեղծ լինեմ, դրանցից 20-30-ն են, որոնք որ մշտապես կայուն եւ որակյալ ծառայություններ են մատուցում, թե քանի պահնորդներ ունեն գրանցված եւ շրջանառությունը ինչքան է, ես այս պայն չեմ տիրապետում, բայց հաջորդիվ այդ տեղեկությունը կլինի եւ ինչ վերաբերվում է Թուրքի չափին, տեսեք օրենքի ընդունումից ի վեր ընդհանրապես չի վերանայվել այս Թուրքի չափը եւ ինքը անհամաչափ ցածր է եւ մենք sense կտրուկ բարձրացման նաեւ չենք գնում եւ մենք նաեւ քննարկումներ ենք ունեցել պահանորդական կազմակերպությունների այսպես ասած տարբեր կազմակերպությունների նաեւ իրանց ասոցիացիայի ղեկավարության հետ եւ սա թերևս իրանց կողմից ողջունվող է, որպեսզի այն մնացած ծառայությունները, որոնց գոյությունը մեր համար էլ անհասկանալի է, որտեղ բացվում են եւ տարիներ շարունակ գործունեություն չի լինում եւ շատ հնարավոր է որ հենց այնտեղ ինչ որ ստվերային իրավիճակ կա եւ մենք այս խստացումների նպատակը այն է որպեսզի ոլորտը կանոնակարգված եւ ավելի լրջացված լինի, քանի որ մենք նախատեսում ենք շատ կարեւոր օբյեկտների պահպանություն փոխանցել իրենց, այո, հնարավոր է որոշակի գնային մատուցող ծառայությունների համար գնային ավելացումներ լինեն, բայց քանի որ ոլորտը կապված է հանրային անվտանգության պատշաճ ապահովման հետ,
մենք որոշակի առումով այդ մասի հետ հաշտենք, այդուհանդերձ մեր հաշվարկները եւ վերլուծությունները ցույց չեն տալիս, որ էական գնաճ կլինի, իսկ այս ապահովագրական նորմի ներառումը նախկինում նախագծի սկզբնական փուլում նշված էր, որ տվյալ կազմակերպությունները պետք է ունենան 10 միլիոն կանոնադրական կապիտալ եւ այս կարգավորումը փոխարինեց դրան եւ այս մասն էլ ենք մենք քննարկել նաեւ կազմակերպությունների հետ, ուրեմն վճարների այս համակարգը ունենալը, այդուհանդերձ ես ելակետային տվյալների մասով, եթե առաջինից երկրորդ կամ նաեւ կարամ տեղեկատվությունը փոխել։ Արձագանքելով ասեմ, որ ես էլի գտնում եմ, որ Թուրքի բարձրացումը այս մեխանիզմով սխալ է ու կարծում եմ, որ Թուրքը պիտի սահմանվի, եթե ասում եք, որ Թուրքը վաղուց վանից չի բարձրացել, երբ օրենք ընդունվել։ 12 թվականից Թուրքը 500,000 դրամ է կարիք կայլի բարձրացնելու, որովհետև գնաճ կա եւ այլն։ Շատ լավ, Թուրքը բարձրացնենք, բայց Թուրքի բազան դնենք ոչ թե տարեկան, այլ շրջանառության ծավալի վրա։ Ոնց որ մենք դա արել ենք, օրինակ բուկմեկերական ընկերությունների կողմից, տեսեք միջև այդ ոնց էր մեր մոտ։ Ամեն տարի գալիս էինք, ասում էինք Թուրքը բարձրացնենք, որովհետև շրջանառության ծավալները աճում է, Թուրքը քիչ է։ Ու Թուրքը բարձրացնում էինք, բայց դա լինում էր ոչ համաչափ։ Հիմա ինչ առաջարկես, Թուրքը ոչ թե լինի տարեկան 3 միլիոն բոլորի համար, այլ պահպանվի 500,000 դրամը եւ լինի եւս 1 թուրք, օրինակ 1% շրջանառության ծավալի վրա։ Սա ինչ կտա։ Օրինակ ունենք ընկերություն, ով տարեկան ունի 10 միլիոնի պայմանագիր, 10 միլիոնի պարոնորդական ծառայություն է մատուցում։ Ինքը տվյալ դեպքում 500,000 դրամ տարեկան թուրք է վճարում, այսինքն թուրքը հանած իր մնում է 9.5 միլիոն, իր մնացած ծախսերն անում եւ հարկերն է տալիս։ Երբ մենք սարքում ենք թուրքը 3 միլիոն, ստացվում է, որ ինքը իր շրջանառության ծավալի 30%-ը պիտի թուրք վճարի։ Իսկ այն ընկերությունները, ովքեր ունեն օրինակ 100 միլիոնի պայմանագիր, ստացվում է, որ իրենց համար ընդամենը 1-2% է դառնում թուրքը։ Պատկերացրեցիք, այսինքն Թուրքի միանվագ թուրքը մեծ ընկերությունների համար դա ոչ մի բան այն պարոնորդական ընկերությունները, որ ունեն մեծ ծավալ շրջանառությամբ, Թուրքի բարձրացումը իրենց կարող նաև նպատակահարմար լինի ինչ իմաստով, որ փոքրները դաշտից դուրս գան, ու այդ ծառայություններից օգտվողները կան իրենց ծառայություններից օգտվել, ինչը անթույլատրելի է։ Հիմա ընկերություն կա 10 միլիոնի շրջանառություն անում, ասում ես չեմ ուզում գնամ մտնեմ խոշորի մեջ։ Իմ թուրքը դրեք ըստ շրջանառության ծավալի, ես կանեմ 10 միլիոնի, օրինակ դրեք 1% կամ 1.5%, ես շրջանառության ծավալի թուրքը համաձայն է, որ 500,000-ը քիչ է, բարձրացեք, բայց մի սարքեք մի անգամից 3 միլիոն բոլորի համար, որտեղ 10 անգամ մեծ ֆիրման է պիտի նույն թուրքը մուծի, ես 10 անգամ կամ 100 անգամ փոքր եմ նույն թուրքը պիտի մուծեմ, ինչը բանը անհավասար պայմաններ է ստեղծելու։ Մեր փորձագետը այնտեղից գլխով դրական շարժում անում, երբ ինքը պահնորդական ծառայություն ունել Տիգեն Յարմալոյան։ Խնդրեմ։ Պարոն Սարգսյան, ես եթե չեմ սխալվում, այս թուրքը լիցենզիայի համար է տրվում, սա տարեկան թուրքի մասին չի խոսքը, լիցենզիա ստանալու թուրքն է։ Այ նորմալ է։ Եվ ըստ էության շրջանառության հետ այս մասով մի քիչ կապելը կարծում եմ կարող այո։ Եվ բայց բոլոր դեպքերում ձեր առաջարկները ավելի խորությամբ կուսումնասիրենք եւ եթե ավելի լավ լուծում, ավելի ճկուն եւ բալանսավորված կունենանք, խնդիր չկա։